Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 3-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, այսօր նաև խավարում է, այսօր նաև հայլայն օր է, այնպես որ և երազանք պահեք, և ուշադիր եղեք, այսօր ամենայն դեպս էներգիան բավականին շատ է երազանքները կատարելու համար, ինչ-որ մի բան այդտեղ պետք է ավարտվի, գուցե ձեր երազանքների հետ կապված, պետք է արդեն այդ երազանքը օրինակ դարձնենք նպատակ, ոչ թե մնա երազանք, ինչ-որ մի բան պետք է ավարտին հասցնեք, գուցե հենց այդ օրվա հետ է կապված, վերջապես ոնց որ գործի անցնեք, վերջերի կա երազեք։ Դե տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար, այստեղ ամսվա ծնված նշաններ, անուններ կան, բայց իրենք բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ։ Ցուլը դա գոմեշն է, դա եզն է, տարվա ծնված։ Դա մեկ այլ թեմա է, դա ամսվա ծնված ցուլերը չեն։ Շատերն են հարցնում, եթե օրինակ երկրորդը ցուլ է, ապա այնտեղ առյուծը կամ մեկ այլ նշանը որն են լինելու։ Նման բան չկա, այստեղ ծնվել եք 1900 քանի թվականին, ձեր նշանը սա է։ Վերջ, այդ նշանն եք նայում։ Այսքանը տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 3-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ինչ պետք է անեք, ինչպես պետք է անեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, դատական համակարգ եւ այլն, ինչ որ դրան այդ գործով պետք է զբաղվեք։ Սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք, այստեղ բացահայտվում է սուտը, գաղտնիք է կբացահայտվի։ Սպասում եք ինչ որ մարդկանց, միգուցե տանը առիթ ունեք, սպասում եք հյուրերին, նաեւ պետական հիմնարկությունում եք սպասում։ Կամ տանը այդտեղ առիթ ունեք, կամ նաև պետք է գնաք այդ առիթին, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք եւ սպասում եք, որ գան լուծեք այդ հարցերը, գուցե տանտերն է կամ եւ այլն։ Գուցե տեղափոխվում եք, սպասում եք, որ գան։ Եվ հեռախոսազանգ ունեք, որը ձեր ցանկությունները այնտեղ կկատարվի, ինչ-որ մի բան է տեղի ունենալու, ինչ-որ մի լավ լուր եք լսելու, որ ձեր ցանկությամբ էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, կամ ուզում եք այդ զանգը լիներ։ Գնանք ցուլերի։ Տարվա ծնված ցուլերն են սա։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 3-ին։
Հարգելի ցուրեր, տարվա ծնված ցուրերին է վերաբերվում։ Ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն, սպասում եք ձեր հարազատներին, ձեր սիրելիին, օձեր կամ բամբասանք, նախանձ, խոսակցություն, միգուցե դա է ձեզ ցավ տալիս այդ օրը։ Ունեք նաև թաքուն հանդիպում, թաքուն սիրավեպ, նաև թաքուն գործողություններ են սրանք, որ ոչ ոք չգիտի։ Հանդիպում կամ շփում կունենաք նաև ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաև դա ցույց է տալիս դեր երկրորդ կեսի հավատարմությունը, եթե չունեք, ապա կարող է ընկերոջ։ Օրվա ընթացքում կպարկեք, կհանգստանաք, նաև ինտիմ հարաբերությունները եւ հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 3-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը գաղտնիք կբացահայտվի, բայց երևի թե դա ձեզ այդքան էլ դուր չի գա, ձեզ ցավ է տալիս ինչ-որ մի բան, եւ վիճում եք նաեւ։ Վիճում եք այստեղ ինչ-որ մեկի հետ, սուտ է բացահայտվում, հա, սուտը բացահայտվում է, իմանում եք, հենց այդ օրն է դա։ Բացահայտման, լուսավորման, ստերի, գաղտնիքների օրն է, որ մարդիկ իմանում են։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարող է այնտեղից է այդ սուտը։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, բանկային համակարգ, դա կարող է լինել նաև բժշկական կենտրոն, ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի սուտ է բացահայտվելու, որի պատճառով կվիճեք ինչ-որ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 3-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը նապաստակներ, չգիտեմ չի վագրեր։ Հարգելի նապաստակներ, այդ օրը հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա, այստեղ նաև սպասում կա։ Բայց գաղտնիք կբացահայտվի այդ օրը, կարող եք նաև վիճել այդ գաղտնիքի պատճառով։
Նաև ոմանք տուն կմաքրեն, որովհետև հյուրեր ունեք, հյուր կընդունեք, գուցե ձեզ համար շատ մտերիմ անձնավորություն է գալիս ձեր տուն հյուր։ Նաև դուք կարող եք գնալ հյուր այդ անձնավորությանը, իսկ այստեղ արդեն վեճ է, որ գաղտնիքի բացահայտ կամ ինչ-որ մեկին եք սպասում, ոնց որ կարող է ինչ-որ շատ չեք վիճում, բայց որ ուշանում է, ոնց որ թեթև ինչ-որ բզում եք, բզբզում եք, ուրիշ ոչինչ չէ դա։ Եվ նաև խոսում է հավատարմությունից, եթե ինչ-որ այստեղ հավատարմության հետ կապված է ինչ-որ գաղտնիք, ապա հավատարմություն կա ձեր ընկերների հետ կապված և ձեր երկրորդ կեսի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 3-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Նաև որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն կամ կսկսվի նոր այդպիսի մի փուլ։ Նաև ավարտվում է վերջին մեկ ամսվա իրադարձությունը կամ այդ իրադարձությունն է ավարտվում։ Եվ այստեղ ունեք գաղտնիքի բացահայտում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 3-ին։ Հարգելի օձեր, այդ օր ունեք թաքուն սիրավեպ, գաղտնի գործողություններ, նաև սեղանի շուրջ եք նստելու, գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք այդ օրը, որվա ընթացքում կպարկեք, կհանգստանաք, նաև չի բացառվում ինտիմ հարաբերություններ, բավարար գաղտնիք է բացահայտվում այդ օրը ձեզ համար եւ դա տհաճ է, այդքան էլ ձեզ դուր չի գալիս եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե ընկերոջ հետ է կապված այդ գաղտնիքը, գուցե ինքն է բացահայտում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։
Ինչ է սպասվում ձերին մարտի 3-ին։ Հարգելի ջեր, այդ օրը հրավերք ունեք որևիցե առիթի, նաև դուք կարող հրավիրել մարդկանց, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ անում եք, միգուցե դրա համար են այստեղ նախանձում ձեզ, փորձում զրպարտել, միգուցե կամ իրենց եք հաղթում, այն որ ասում սկսում եք բան տոչցնել ի վերջո։ Տատանվում եք, ծանրութ հետև եք անելու, որովհետեւ հարց ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ոմանք նաև կընդունվեն աշխատանքի, ոմանք կգնան հարցազրույցի, ոմանք պետական աշխատողի հետ կհանդիպեն, միգուցե դա եք տատանվում, այստեղ նաև առողջությունը կա, կարող է այդքան էլ լավ չեք զգում ձեզ եւ մտածում եք գնաք արդյոք աշխատանքի թե ոչ կամ շուտ գնաք տուն թե ոչ, միգուցե նաև դա է։ Ամենայն դեպս պետք է ուշադրություն դարձնեք նաև ձեր առողջությանը։ Եվ ոմանք կարող է ուղղակի շատ ունեք աշխատանք, դա է հաջողությունը ձեզ համար։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին մարտի 3-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ինչ-որ սուտ կան, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը։ Այդ օրը ինչ-որ սուտ կան, նաև կտրուկ այստեղ կարող եք անսպասելի լսել, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, դա ձեր մեղքով է, միգուցե երկար էիք մտածում, դրանից է։ Այդ օրը գումար կծախսեք, նաև գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ, միգուցե նաև այստեղ սուտը գումարին է վերաբերվում, ուշադիր եղեք։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև այստեղ կվիճեք ինչ-որ մեկի հետ մի լավ, ինչ ասես կասեք, ձեր սիրտը կհովանա, կուրախանաք, կամ տուն եք մաքրում եւ հա այդ վիճակից եք նաև ուրախ, որ ամեն ինչ կարգի բերեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին մարտի 3-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հուզված սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադիր եղեք, որ չուշանաք այդ օրը, եւ կարող ժամ պայմանավորվել այդ օրը, ժամերը կարող են փոխվել այդ օրը։ Որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաեւ ինչ-որ իրադարձություն է, որը որ նոր է սկսվելու ամեն ամիս լինել կամ ավարտվում է դա։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք այդ օրը պետք է զբաղվեք դրանով, լինի դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Նաեւ ինչ-որ բան է ձեզ այստեղ ցավ տալիս, չգիտեմ ինչը։ Եվ հրավեր կունեք որևիցե առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 3-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում ինչ-որ մեկի հետ։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, յուրաքանչյուր բանան ինչ-որ անեք այդ օրը։ Հեռախոսազանգ ունեք, մի կողմից ուրախ եք, ինչ-որ մի բան էլ ձեզ կամ հիասթափեցնում է, կամ տխրում եք ինչ-որ մի բանից կամ ինչ-որ մեկից։ Ընկերոջ հետ ժամ կպայմանավորվեք այդ օրը, կամ նաև այդ օրվա համար արդեն իսկ պայմանավորվել եք կամ արդեն նոր կպայմանավորվեք։ Եվ ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 3-ին։
Հարգելի շներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաեւ նոր է սկսվում դա կատարվել եւ ավարտվում է դա։ Տհաճ պահեր կան այստեղ ճանապարհի հետ կապված, ուշադիր եղեք, նաեւ կամ մեքենայի սարքին վիճակը ուշադրություն դարձրեք, նոր գնացեք։ Դա կարող է լինել նաեւ ինչ-որ մարդիկ են գալիս, դա է ձեզ տհաճ։ Այդպես կամ դուք եք այդպես զզվանքով գնում ինչ-որ միտեղ, ոնց որ պարտավորված եք գնում։ Սուտ կա այդ օրը, նվեր կարող եք ստանալ, դուք կգնեք նվեր ինչ-որ մեկի համար եւ նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Նաև դա նշանակում է հավատարմություն եւ ընկերոջ կողմից եւ զույգի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին։ Ինչ է սպասվում խոզերին մարտի 3-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ինչ-որ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, դա կապված է ինչ-որ ձեր հարազատների հետ կամ ձեր սիրելիի հետ, միգուցե ամեն ամիս գումար եք փոխանցում, միգուցե իրենք են ձեզ գումար փոխանցում։ Դա կարող է կամ ավարտվել կամ նոր սկսել նմանատիպ ոչ պահեր։ Կամ այդպես հավեսով ինչ-որ մի հղիության հետ է կապված, գնում եք ամեն ամիս։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, կամ սա նաև տան վարձերն են, որոնք որ տալիս եք ամեն ամիս, այդ ամիս եւս կտակ, կամ ձեզ են տալիս։ Նաև ոչ իրադարձություն է, որ կատարվում է, ինչ որ առիթ է, տեղափոխվում եք, ինչ որ գործողություններ եք կատարելու տան հետ կապված։ Ինչ որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, որը ձեր ձեռքում է, հենց շատ բան էլ ձեզանից է կախված։ Հաջողություն ունեք յուրաքանչյուր հարցում, գործերում, բիզնեսում, հարաբերություններում, ունեք նաև թաքուն սիրավեպ, նաև թաքուն գործողություններ, որը կանեք այդ օրը։ Եվ այստեղ հանկարծակի լուր, որը կամ սուտ է, կամ սուտն է այդտեղ բացահայտվում այսպես անսպասելի, ոչ թե գաղտնիքի նման է բացահայտվում, այլ անսպասելի, ոնց որ վայ, հա, փաստորեն դա սուտ էր, այդպես ինչ որ։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։